Рафаэль Григорян. Родился в 1950 году в семье служащего. О существовании Бога в первый раз узнал в 8-летнем возрасте. Свое служение начал в 16 лет. Женат, отец 4 детей, имеет 1 внука. Семья для него – это место покоя. В свободное время слушает музыку и смотрит информационные передачи. Любит читать Евангелие от Иоанна. Любимое место из Библии 1 Петра 2:24. Много молится для того, чтобы быть угодным Богу и действовать согласно Его воле. Любимая тема проповеди – самоотречение. Как христианин разборчив при просмотре телевизионных передач. Самая большая мечта – пробуждение в Армении. Всему миру желает обращения к Богу. Любимое слово – что посеешь, то и пожнешь. Любимый герой веры – Смит Նիկոլսոն։ Եվ իրականում հրաշալի է, որ դուք այստեղ, ես կասեմ, այս մարդը, գիտեք, երբ որ Հայաստանում մենք մեր շարժումը սկսվել էր, դա ինչ-որ խարիզմատիկական էր, գիտեք, այս մարդը եղել է առաջին մարդը, որ հոգեգարստական կոնսերվատիվ եկեղեցի ինձ հրավիրել եւ խոսք ա տվել։ Ես չգիտեմ իհարկե դրանից հետո ինչեր է կատարվել նրա հետ, բայց իրականում ես միշտ նրան տեսել եմ որպես համարձակ եւ հզոր մարդ։ Ռաֆիկ եղբայրս ասեմ, նախ եւ առաջ իմ հանձնարար մեծ արտոնությունն է, որ դուք այսօր եկել եք մեր հերոստատեսություն, ես մտածում եմ մեր հերոստատեսությունը դա ծաղկում է ձեզնով իրականում, որ դուք եկել եք եւ Փառք Տիրոջը ձեզ համար, որ դուք կաք իրական շատ մարդիկ նայում են, ձեզ ճանաչում են ու դուք ստեղ նստած եք ոչ թե որպես մարդ, որ լույս ընդունել եք, այ միգուցե հիմա մեկը նայում է, բայց դուք նրանց կյանքի վրա լույս եք ծակացրել իրականում։ Ինչ կասեք օրինակ այս տեղը, որ լույս ծակեց խավարի մարդկանց վրա։ Ես գիտեմ ձեզ վրա է ծակել լույսը 37 տարի առաջ, դա խիստ կոմունիստական ժամանակաշրջան էր, ոնց դա կատարվեց։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար, ինձ համար սա բացառիկ առանձնաշնորհ է, որ ես ունեմ այս հնարավորությունը Տերոջը մասին խոսել հեռուստատեսությամբ եւ թերևս դրանցից մի քանիսին դիտողներին կարողանամ օգտակար լինել։ Շնորհակալություն հրավերի համար։ Այնինչ ես այսօր տեսա ձեր մոտ շատ խրախուսող էր, ոգևորող էր եւ ես ուզում եմ առաջ երթին գոհանալ Աստծուց Արթուր Սիմոնյանի համար այս հրաշալի կազմակերպության այս կենտրոնի համար։ Ռաֆիկ եղբայրյան, դու իր արժե, ես երբ որ ապաշխարեմ, դուք եք մեզ խրախուսել, որ դուք կհասնեք, մենք հասել ենք։ Ինչ վերաբերում է ինձ, ես ապաշխարել եմ 16 տարեկան հասակում, 9-րդ դասարանի աշակերտ էի, սովորում եմ Երևանում, Երևանի պետական համալսարանից ֆիզմատ դպրոցում, որ հիմնադրել էր ակադեմիկոս Շահինյանը։ Եվ հանրապետության բոլոր ծայրերից ավելի այսպես ընդունակ առաջադեմ աշակերտների կոնկուրս էր, քննություններով ընդունվում էին այդտեղ, պատրաստում էին ապագա գիտնականների։ Այս էր նպատակը մաթեմատիկայի հոր Հայաստանի առաջի ֆիզմատ գիտությունների դոկտոր Արտաշես Շահինյանի մասին է խոսքս։ Եվ ես եկա որոնումներով Երևան, շատ հետաքրքիր առարկաներ էինք անցնում, շատ ինձ հրապուրում էր մասնավորապես այն փաստներ ներգործում, որ դասախոսները պետական համալսարանի մեծ դասավանդում էին այդտեղ։ Եվ ինչ կատարվեց ինձ հետ այդ տարիքում, 9-րդ դասարանում ես սկսեցի մեծ հավասարություններ էին բացատրում։ Նայում էի, որ շատ մեծ թվեր գրում էին հավասարության ձախ կողմը, ասենք օրինակ մտածում էի մեծ մի թիվ բազմապատկած ավելի մեծ թվով բարձրացրած ինչ որ աշճան հանկարծ հավասար է 0-ի։ Եթե աջ կողմը 0 է, ձախ կողմը ամբողջությամբ 0 է, ինչ թվեր ուզում ես գրի։ Եվ ասում էի, լավ, մենք առարկաներ անցնում ենք, որպեսզի ի վերջո զարգացնենք գիտությունը, գիտությունը ազդի տեխնիկայի վրա, տեխնիկան լավացնի մեր կյանքը, մեր ապրելակերպը։ Բայց ինչու է մարդը ապրում, եթե վերջում հավասարվում է 0-ի եւ մեռնում է։ Այսինքն բացի այդ մաթեմատիկայում sense մի բան էլ կար։ Բայց իրոք դա մաթեմատիկայի վերջը 0-ի է հավասար։ Չէ, ասենք ես ուսումնասիրում եմ այն հավասարությունները, որոնք ի վերջո լուծում են հավասարությունները, որոնք ի վերջո հավասար են 0-ի։ Հավասարումները լուծելու ժամանակ մտածում էի այդ մասին։ Հետո մի գաղափար էլ կար մաթեմատիկայում, որ անվերջ մեծ թվերի մոտ, ասենք 1000 եւ 10 հավասար թվեր են համարվում։ Մտածում եմ ժամանակը անվերջ է։ Ինչ իմաստ ունի 100 տարի կապրես թե 10 տարի։
Դրանք հավասար թվեր են։ Եթե ի վերջո մեր մահով ամեն ինչ ոչնչանալու է, ապրելու իմաստը որն է։ Ես առաջի բանը, որ նկատեցի, սա էր, որ ոչ մի առարկա չկար, որ մեզ կյանքի իմաստի մասին խոսեր։ Ոչ մի առարկա չկար։ Ու ին մեջ թերևս դա ծածուկ Սուրբ Հոգու գործ այդ պահից սկսեց, հարց առաջացավ, ինչու է ապրում մարդը երկրի վրա։ Ինչ նշանակություն է ձախ մասում, ինչ մեծ բաների եմ հասել, գիտնական եմ դարձել, թե միլիարդատեր, 25 տարեկանում դոկտոր կդառնամ, թե միլիոնատեր կդառնամ։ Ի վերջո ես եւ են հավաքարարը, ես եւ են անուս անտառաճանաչ մարդը հավասարվում ենք սրոյի եւ ոչնչանում։ Եվ այս կյանքի իմաստի որոնումները այնքան խորացան իմ մեջ, այնքան որ անհանգստությունը այնքան մեծ էր հոգեկան, որ ես չէի կարողանում այլևս լավ սովորել։ Չնայած շատ առաջադեմ մեկն էի, ի վերջո բարձրագույնը գերազանցությամբ եմ ավարտել, 15 տարի ինստիտուտում որպես գիտաշխատող եմ եղել, 14 գիտական աշխատությունների հեղինակ եմ պոլիմերային քիմիայի բնագավառում։ Ինչևէ, բայց այն ժամանակ արդեն անհետաքրքիր էր ինձ կյանքը, ուսումը, ամեն բան։ Եվ հենց այդ ժամանակ, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղը, այո, հողը երբ պարարտ էր, սերմը գցվեց։ Ինձ մեկը եկավ եւ ասեց, որ Աստված կա։ Մարդիկ Սուրբ Հոգի են ստանում։ Հավաքվում են, աղոթում են եւ Սուրբ Հոգի են ստանում։ Ես ասեց Սուրբ Հոգին абստրակտ բան է, թե ռեալ մի բան է, իրական մի բան է կյանքի մեջ, ասեց չէ, իրական մի բան է։ Ասեց դե եթե կա մի իրական բան, որ ստանում են, ուրեմն կա նաեւ ինքը տվողը, ես նրան եմ ուզում ճանաչել։ Ասեցին, եթե ուզում ես ճանաչես, պետք է կարդաս Սուրբ Գիրքը։ Աստվածաշունչը եւ Աստված դարձան իմ դարձի պատճառը։ Դա 16 տարեկան հասակում։ Ռավիկ եղբայրից հեշտեր որպես գիտության մեջ խորասուզված մարդ, գիտական աշխատություններ արած մարդ, հեշտ էր արդյոք ընդունել հասարակ Աստծո ներկայությունը։ Միանշանակ այո, որովհետև ես գիտության բնագավառում այն տիտանների եւ գիգանտների մոտ նրանց թվերում չեմ երևա, որոնք խորապես համոզված են եղել, որ տեզերացնության հիմքում ընկած է ոչ թե կույր պատահականությունը, այլ արարչագործությունը։ Բնագիտության բնագավառի բոլոր խոշոր դեմքերը վկայել են եւ հաստատել, որ այս ներդաշնակ ու զարմանահրաշ տեզերքը կույր պատահականության արգասիկ չէ։ Նա ունի արարիչ, ստեղծիչ։ Ինչ խոսք, եթե գիտությամբ զբաղվող մանավանդ գործնական գիտությամբ, ինչպես ես, զբաղվողը միշտ տեսնում է օրենքներ եւ օրինաչափություններ իր գիտահետազոտական գործունեության ընթացքում։ Հասկանում է մի բան, որ օրենքները եւ օրինաչափությունները, քանի որ իրենց մեջ տրամաբանություն ունեն, ուրեմն ունի նաեւ օրենսդիր։ Գիտնականները ընդհանրապես օրենք հայտնագործող են, օրենք ծնող չեն, ստեղծող չեն։ Նյուտոնը դեռ չէր ծնված, երբ որ իր բոլոր օրենքները կային բնության մեջ։ Ինքը պարզապես տեսավ։ Ինքը ընդհանրապես հայտնագործեց, այո։ Հոգևոր լեզվով ասած հայտնություն ստացավ։ Ոնց որ Կոլոմբոս օրից մի օր Ամերիկան տեսավ, բայց Ամերիկան կար չէ։ Հայտնություն ստացավ, ասեք օրինակ ասում են խնձորը գավ գլխին ծառի տակ պարկած Նյուտոնը եւ նա հասկացավ երկինքի քողակացիան օրենքը։ Ես մտածում ուրիշի գլխին էլ էր ընկել, ուրիշի գլխին, բայց չէր մտածել են մարդը։ Պրոստը մտածեց բարձրապես։ Գիտնականները հենց նրանով են տարբերում սովորական մահկանացուներից, որ եղած օրենքները կարողանում են հայտնագործել։ Բայց հոգևոր մարդիկ գնում են մի քիչ ավելի խորը։ Ռաֆիկ եղբայր, մի րոպե, այս մի հատ շեշտադրում եմ այս տեղի վրա։ Դու ասացիր, այս տակրի բան, գիտնականները տարբերվում են հասարակ մարդկանցից, որ իրանք կարողանում են գիտական մտածեն ու բան։ Այդ ո՞նց է, բայց որ աշխարհի մեծամասնության գիտնականները մի օր չեն կանգնում ու մտածեն ստեղծագործության մասին։ Իմիջիայլոց ասեմ ձեզ, որ բնագիտության բնագավառի խոշորագույն ճնշող մեծամասնությամբ գիտնականները իդեալիստներ են։ Դա միանշանակ, այո։ Դա անհերքելի փաստ է, իրականությունը, ես կարող եմ կոնկրետ նույնիսկ փաստեր բերել Նոբելյան մրցանակակիրների զգալի մասը հավատացյալներն նրանք հավատում են, որ տեզերացնության հիմքում արարչագործությունն են կացել։ Մաքս Բորին վերցրեք, ինչ ասել նա։ Ատոմը եղավ այն բանալին, որ ինձ բացեց
արարման եւ արարիչի վեհությունը։ Նրանք հետազոտություններով մտածել են, որ չէ, սա չէր կարա հենց նենց ստեղծվեր։ Էյնշտեյնը ասել է Աստված զար չի խաղում։ Գիտեք, Էյնշտեյնը այնքան խոշոր մարդ էր, որ ասում են միայն Էյնշտեյնը հրյաներից բավարար է որպես գիտնական, որ ընդունեն, որ հրյա ազգա գիտության բնակավարում ամենախելացի ազգն է։ Իրոք։ Եվ հանկարծ Նյուտոնին վերցնենք։ Նյուտոնը ասում է, ես երկու խոշոր ընդամենը հայտնագործություն եմ արել, չնայած ողջ աշխարհը 300 տարի նյուտոնյան մեխանիկան իշխեց գիտական մտքի վրա, բայց Նյուտոնը ասում էր, ամենախոշոր երկու հայտնագործությունները, որ արել եմ, սրանք են։ Առաջինը, որ ես մեղավոր եմ, եւ երկրորդը, որ Հիսուս ինձ փրկել է մեղքից։ Դա ձգողական ուժը չէր։ Այո։ Իր մոտ մինչև ձգողական ուժը կար երկու շատ մեծ հայտնագործություններ։ Այո, շատ մեծ, սրանք հոգևոր հայտ։ Օրինակ, ասում ամեն հավատացյալ գիտնական է։ Ինչ որ առումով։ Այդ նույն հայտնագործությունը այո, ես ընդունում եմ, որ Տերոջ ամենատկարը աշխարհի իմաստուններից ավելի է։ Որովհետև այդ հայտնագործությունը ինքը արել է։ Այո, Աստված իրան հայտնել է այն, իմիջիալոց շատ բաներ գիտնականները դարերով չարչարվելուց հետո են հայտնաբերում, երբ որ եթե ուշադիր ուսումնասիրեին Աստվածաշունչը դեռ կգտնեին այդ փաստերը։ Ահա։ Եվ մի բան էլ ներողություն, օրինակ Էյնշտեյնի խոշորագույն բանաձևերից մեկը, որով ինքը աշխարհահռչակ է դարձել, դա յեն հավասար է MC քառակուսի բանաձևն է, էներգիան հավասար է մասը անգամ լույսի արագության քառակուսի։ Եվ սրա հիման վրա ստեղծեցին միջուկային զենքը։ Բայց Էյնշտեյնը այսպեսի մի հայտարարություն արել, յուրաքանչյուր մարդու մեծությունը չափվում է այնքանով, որքանով նա ազատագրված է սեփական եսի իշխանությունից։ Այս հայտնագործությունը ըստ ինձ ավելի խոշոր է, քան յեն հավասար MC քառակուսի բանաձև։ Ես եմ մտածում իրական, սա շատ բարոյական հայտնագործություն է ինձ թվում իրական։ Եվ դժբախտաբար շատ քարոզիչների եւ հովիվների անգամ բացված չի։ Բայց իրան մենք երբեմն մեր եսի իշխանության տակ հայտնվում ենք, բայց այս մարդը հասկացել է, թե ինչքան կարևոր է մարդը ազատագրվի իր եսից եւ հպարտությունից։ Իդեպ հետագայում իհարկե դառնալով քրիստոնյա ես ընդամենը առաջի այդ ավարտելուց հետո բուհը առաջի 15 տարին եմ նվիրել ինձ գիտահետազոտական գործունեության միաժամանակ ծառայելով անընդհատ եկեղեցուն որպես եկեղեցու սպասավոր, իսկ երկրաշարժից հետո ինչպես կասեին ամերիկացի կամ անգլիացի full time ինձ նվիրել եմ ավետարանի քարոզչությանը։ Իրականում դու շատ հետաքրքիր մարդ ես։ Թվերը շատերին տանում են դեպի կործանում, քեզ թվերը տարել են դեպի ապաշխարություն մեկ։ Արել ես գիտական հայտնագործություններ։ Հայտնագործել ես, որ Հիսուսն է քո Տերը։ Սկսել ես փրկել մարդկանց, ես որովհետև ճանաչում բազում մարդիկ, որոնց դու վկայել ես ու այսօր կայացած մարդիկ են, այդ մարդիկ եւ քրիստոնյա մարդիկ են։ Դրանից հետո եկեք չթաքցնենք, որ դու Վանաձորի ազգային ժողովի падգամավորն ես։ Քո ճանապարհը ասենց չի, որ օրինակ իմ ճանապարհը ասես գնում այսպես ուղիղ այնքան բազմակողման է։ Մեկ տեսնում ես դու գիտության աշխատանք ես անում, մեկ падգամավորության աթոռին ես նստած, մեկ նստած ես խոհության աթոռին, որտեղ գնաս, քեզ կգտնես դա ոնց որ Այն անեկդոտի նման չէ, որ ասված չգիտեմ ով է Հռոմի պապը, բայց սա բիլն է, դու դրա նման որտեղ գնաս դու կաս այնտեղ։ Անկամ մարդիկ դե շատ падգամավորներ բան քեզ ճանաչում են։ Ոնց է ճանապարհը այդպես ուղում, ոնց եղավ որ падգամավոր դարձաք։ Գիտեք, ես ասեմ, նախ առաջի ձեր հարցը չեմ ուզում շրջանցել, կոմունիստների ժամանակ, աթեիստական իշխանության ժամանակ լինել քրիստոնյա, դա նշանակում էր հայտնել հասարակության ամենաստոր աստիճանի վրա, դա նշանակում էր ենթարկվել հետապնդումների եւ դեռևս 10-րդ դասարանում ինձ դպրոցի արտնության համար դուրս վռնդեցին դպրոցից։ Այդ պետհամասարակից ֆիզմատ դպրոցից մանկ խորհրդի որոշմամբ, բայց Աստված ինձ հետ է եղել։ Չնայած իմ բոլոր դեգերումներին եւ որոնումներին Աստված ունեցել է իր նախասահմանյալ կամքը ինձ համար դնել միայն եւ սոսկ հոգեվոր գործունեության մեջ, տեսնել այդտեղ։ Այդ ինչ որ դուք հարցնում եք, սրանք թերևս իմ մարդկային որոնումներն են եղել, չնայած ամեն տեղ ես փորձել եմ, անգամ եւ եղել եմ Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր
Այն ժամանակ էլ ես միշտ ելույթ եմ ունեցել եւ ամեն առիթով վկայել եմ Աստծո կենթանի զորության մասին։ Հենց առաջին նիստին 150 պատգամավորներին նվիրել եմ նոր կտակարան եւ կոչ եմ արել ապաշխարության։ Այդ ինչու ես կարծում որ խավարում գնացող ժողովուրդը լույս տեսան, դուք հիշեք։ Ցախ թեքումների ընթացքում էլ առանցքում միշտ ունեցել եմ Քրիստոսին եւ նրա Սուրբ Ավետարանը։ Իսկ Աստված իհարկե նպաստել եւ օգնել է, որ ինձ բերի ամբողջական ծառայության, որում այսօր կամ եւ որի համար գոհանում եմ իմ Աստծուց։ Իհարկե ինձ վերականգնեցին հետո ես կարողացա ավարտել եւ ստեղել Աստծո ձեռքը տեսնում եմ, բայց ինչ վերաբերում է կոմունիստական ժամանակահատվածին ուզում եմ մի վկայություն պատմել։ Խնդրեմ։ Որտեղ դա շատ հետաքրքիր մի բան էր։ Այդ ժամանակ Երևանից այսպես վտարված լինելով, այսինքն հայրս ոչ մի կերպ չհամաձայնվեց, որ ես ուսումը շարունակեմ այստեղ, որովհետև մտածում էր, որ երևանյան ազդեցությունից ինձ պետք է փրկել Տարավ Վանաձոր, նախկին Կիրովական, եւ ես այնտեղ սովորում էի ներկայիս ճարտարագիտական համալսարանն այն ժամանակ Պոլիտեխնիկ ինստիտուտը, ուսանող ժամանակ դիալեկտիկական մատերիալիզմ առարկան, գիտեք, դա թեստական առարկա է, գերազանց է հանձնաքննությունը, հետո բացահայտեցին, որ դասախոսը աթեիստներին, կոմերիտականներին նշանակում է 2-3, հանկարծ աղոթող, ծնկի իջնող, Քրիստոսին դավանող եւ քարոզող քրիստոնյային գերազանց է գրել, տարան էս մարդուն KGB։ Վերջապես ուզում էին իրան վտարել, հետո իմ հարցը դրվեց։ Ձեր պատճառը։ Այո, եւ շատ որտեղ իրական պարադոքս էր, հավատացյալը աթեիզմից 5 է սովորում։ Այո, դիալեկտիկական մատերիալիզմը հենց ինքը հակաաստվածային մի գիտություն է, ճակերտների մեջ եմ ասում գիտություն, որովհետև հակաաստվածային բոլոր գիտությունները ես գիտություն չեմ համարում, ընդհանրապես ցնորք եմ համարում, ֆանտազիա, այսպես ասած։ Վերջապես, եւ հետո ուրեմն սրանք մասնագետ հրավիրեցին։ Ես իմացա, որ այս մասնագետը շատ սովետական միության տարբեր հանրապետություններում շատ ուժեղ քրիստոնյաների կարողացել էր հավատափոխանել։ Մինչև հիմա հիշում եմ ազգանունը, երիտասարդ էր մոտ 40 տարեկան Մեջկին ազգանունով, ազգությունը, չգիտեմ, կամ ռուս էր կամ հրեա, ավելի շատ իր էությամբ հրեա էր հիշեցնում, բազմաթիվ քրիստոնյաների հավատափոխ էր արել։ Եվ հատուկ Երևան ուրեմն լուր ուղարկեցին ազգային KGB-ից այն ժամանակվա, հրավիրեցին այս մարդուն, ինձ հանեցին ինստիտուտից, բավական մասնագետների շրջանակում այսպես կանչեցին։ Հիմա որ ասում են KGB-ն կանչ, ազգային անվտանգության են կանչ, հիմա շփթում են, ծիծաղում են, որտեղ գաղափար չունեն, թե կոմունիստների ժամանակվա KGB-ն ինչ էր նշանակում։ Իսկական KGB։ Այնտեղ գնացողով հույս չուներ, որ հետ կդառնա։ Օրինակ ինձ երբ որ կանչեցին եւ աչքերով հրաժեշտ տվեցի մեր տանը, մեր իմ ծնողներին, եղբայրներից, քույրերից, որովհետեւ վստահ չէի, որ հետ կդառնան։ Իդեպ մենք ընտանիքի անդամները ապաշխարած չէին։ Ավելին, երբ որ հայրս իմացավ, նրանք ուսումից հեռացրեցին, հայրս էլ ինձ շատ սիրելով տնից վտարեց եւ ես փողոցներում մնացի։ Ինչև է, դրա առանձին մի կողմ, մի բան է, խնդիր է, բայց ուզում եմ այս վկայությունը տալ։ Երբ որ ես KGB-ի միջանցքում գնում գալիս էի, սպասում էի, որ ինձ ներս կանչեն եւ սիրտս շատ уժեղ էր խփում։ Ես խնդրում էի Աստծուն ինձ օգնի, որովհետեւ չգիտեի ինձ ինչ է սպասում։ Եվ ռուսերեն մի երգ կար, որ երգում էի «Ты мой, не бойся ничего, хотя бы мир поднялся целый». Վերջապես այդ երգը երգում էի ինքս ինձ այսպես խրախուսում էի, քաջալերում էի։ Ինչևէ, երբ որ ներս մտա, այս մարդը սկսեց խոսել ինձ հետ։ Նստած հրավիրեցին, նստացին։ Այո, այդ Նեջկինը։ Ես առաջի անգամ տեսա մի մարդ, որը մինչև հիմա էլ կասկածում, նա իսկապես մարդ էր, թե այո, երևույթ էր, ինչ էր, ուրվական էր։ Այս մարդ անկիր գիտեր Սուրբ Գիրքը, ինձանից լավ գիտեր։ Նա նայեց ինձ եւ սկսեց խոսել ռուսերեն։ По великой милости вашего Господа Иисуса Христа вы скоро будете в Сибири. Ну, конечно, это испытание,
Господь хочет проверить вашу веру, այսպես։ Կարծես մի քարոզիչ խոսի։ Հետո ինձ ասեց, որ ինչպես որ ոսկին կրակով է փորձվում, այնպես քո հավատքը պետք է փորձվի տառապանքներով եւ հալածանքներով։ Դրա համար մենք քեզ կուղարկենք Սիբիր, որ այդ հավատքդ կոփվի, աճի քո մեջ։ Եվ այն ժամանակ, երբ որ դու հավատարիմ մնաս, Աստված նոր կգնահատի քեզ այսպես խոսելով, մեկ էլ որ չպայթեց մի դիվային ծիծաղ, հա։ Ես մազերս թերից կայեց, այնպես ծիծաղեց, ասեց, դու շուտով կարթնանաս քո քնից, բանտի խցում, եւ երկնային դրախտը գնելու փոխարեն, երբ որ զարթնես, կհասկանաս ես որտեղ ես։ Շատ դաժան էր այդ զրույցը։ Ես մտածեցի, ով է Աստված ջան, ես ինչպես է խոսում, ինչ ասեմ սրան։ Հիշեցի անմիջապես այն համարը, որ ոչինչ չասեք, Սուրբ Հոգին պիտի ասի։ Սուրբ Հոգին էլ բան չի ասում, ես լռել եմ ու աղոթում։ Սուրբ Հոգի ջան, դու ասա, ես մարդուն ինչ պիտի ասեմ։ Սա շարունակեց։ Ինչ է գրված ասեց։ Պողոս Առաքյալի թուղթ Հռոմայեցիս 13-րդ գլխում։ Ես ասի, ես չեմ հիշում։ Проповедники не знают священное писание, да ничего, я сейчас тебе напомню. Եվ անգիր գլուխ ասեց։ Ես ասի, ինչ բան է։ Ուրեմն ինձ լավ գիտի Սուրբ Գիրքը եւ գտնում եմ, որ Աստված չկա այս մարդը, եւ իդեպ շատ ինտելեկտուալ տիպ է։ Ես սկսեցի աղոթել, բայց ավելի վատը կատարվեց այդտեղ։ Նայեց աչքերիս մեջ, ասեց. «Молишься?» Ես մտածեցի, որ այս մարդը մտքերս էլ է կարդում։ Ասի, Տեր Աստված, ես մի հատ երեխա եմ, ես ոսկորով փոքր մարդ եմ, սատանային ինչ ես բերել դրել դեպս։ Ես դրա հետ ոնց պետք է մարդը չեմ։ Ասի, դա մալյուս։ Վերջ կարճ ասեմ, այս մարդը ինձ ժամանակ տվեց։ Ասեց, որ քեզ մեկ ամիս ժամանակ կամ թերթում հանդես ես գալի, որ այս գերազանց ուսանողը սխալվել է, մոլորվել է, հրաժարվում է Աստծուց եւ կամ վերջակետում են քեզ, կամ հոգեբուժարան ենք տանում եւ սրսկումներով դարձնում այդ, եւ կամ էլ աքսորում ենք Սիբիր։ Ես տուն վերադարձա ավիրված վիճակով։ Հայրիկը դուրս էր անել։ Դեռ չգիտեին, որ այդ մակարդակն է։ Տուն վերադարձա, առանձնացա իմ սենյակը ունեի, իմ սենյակի մեջ դուրը փակեցի եւ պառկեցի բեռնիս վրա։ Շատ լաց եղա։ Եվ ասեցի Աստված ինձ համար դու գաղափար չես, որ այս գաղափարը հանեմ ուրիշ գաղափար դնեմ։ Դու իմ կյանքն ես, որ քեզ վերցնել ինչպես ապրեմ։ Ես այնքան էի վարժվել Տիրոջը, այնքան էի սիրում Սուրբ Գիրքը եւ իրեն։ Օր է եղել, որ մի օրվա մեջ մի անգամ նոր կտակարանը կարդացել եմ։ Այդպես հապշտակվա, այնպես էի կարդում, աղոթում, որ ես իմ կյանքս կորցրեցի դրա մեջ։ Եվ հանկարծ մի ասում են դու պետք է դա 10 Հետո էլ ինչպես ապրեմ, ասում եմ ես տկար եմ, ես թույլ եմ, ես չեմ դիմանա, խնդրում եմ օգնիր ինձ։ Առաջի բանը, որ կուզենամ լսեն մեր հեռուստադիտողները, մասնավորապես նրանք, ովքեր հավատում են Աստծուն, իմանան, մեր Աստվածը շատ հավատարիմ Աստված է։ Անկախ մեր բոլոր անհավատարմություններից անգամ նա հավատարիմ Աստված է։ Ես երկար աղոթեցի, մեկ ամիսը չվերացած, իհարկե դա իմ կամքը չէի ցանկանա, երիտասարդ նեջ կինը մահացավ։ Եվ այլևս իմ պայքարը ավարտվեց, թողեցին ինձ հանգիստ, որտեղ Աստված տեսավ, որ ես այնությամբ տկար եմ, թերևս չեմ կարող, բայց չեմ էլ ուզում իրան կորցնել։ Եվ խոչընդոտները, այո, վերացան։ Սա կոմունիստների ժամանակ իմ ամենաակնառու փորձառություններից մեկն է եղել։ Բայց հետո երբ որ երկրաշարժը եղավ, սովետականությունը փլվեց, երբ որ եկավ ազատ ժամանակները, մարդիկ տեղյակ էին, որ ես շատ թե քիչ հալածվել եմ կոմունիստների ժամանակ, առանց ընտրարշավի ինձ ընտրեցին պատգամավոր, գրեթե ես ընտրարշավ չունեցա, բայց այդ լծակն էլ ես օգտագործում եմ Աստծո փառքի համար։ Չէ, մի անգամից եմ ուզում ասել, ես հասարակական գործիչ չեմ, ես քաղաքական գործիչ չեմ։ Դու հոգևոր հայր ես։ Ես քարոզիչ եմ, հովիվ եմ եւ փառք եմ տալիս դրա համար Տերոջը, որ ես իր ծառան եմ։ Սիրելիներս, Աստծո խոսքը ասում է, որ խավարում գնացող մարդիկ լույս տեսան։ Պարզապես դուք լսեցիք վկայություն, մի վկայություն, մարդը եղել է այնտեղ շատ անգամ մենք ընկնում ենք ինչ-որ դիրքերի, մտածում ենք դա է, բայց այս մարդը որտեղ էլ որ եղել է, մի բան է իմացել, որ ինքը հոգևոր առաջնորդ է եւ մինչեւ այսօր որևէ մնում է եւ որը շատ պտուղ ապելում։ Ես կասեմ Ռաֆայել եղբայրը,
դա ծառա, որը պտղատու ծառա, որը միշտ պտուղ է բերում եւ նրա պտուղը քաղցր է։ Մենք բոլորս սնվել ենք այդ պտղից, բոլորս ստացել ենք, բայց ինչ է եղել, նա ապրել է մի կյանք դժվարության մեջ, տանջանքների մեջ, հիմա փառլավոր ծառայության մեջ, բայց դա բերել է պտուղ, դա եղել է կյանք մեծատառով։ Սիրես, դու այսօր նայում ես մեզ, քո որոշումն է նույնպես։ Ես մտածում եմ, Ռաֆայել եղբայրը արեց այն, ինչ որ Հիսուսը կաներ։ Հիմա ընտրությունը քոնն է։ Դու լսես իր այս վկայությունը, մարդիկ կյանք անցնում են, ճանապարհ անցնում են, կյանք այնքան կարճ է։ Ընդունիր այսօր Հիսուսին եւ կապրես։ Ընդունիր Հիսուսին որպես քո սրտի Տերը եւ շարունակիր կյանքդ։ Այնքան ուժեղ ասվեց այդ բանը, եթե դուք նկատեցիք, որ Հիսուսը դա գաղափար չէր, որ վեցվեր։ Դա մտածում եմ իմաստ, որ ունի գիտություն, Հիսուսը կյանք է։ Եվ ես կասեմ Հիսուսը կյանք է։ Եթե դու չունես Հիսուսին, դու կարող ես այսօր ասես Հիսուս, եղիր իմ Տերը, ես ընդունում եմ քեզ եւ վերցրու Աստվածաշունչը, սկսի կարդալ, թող Աստված դառնա քո փրկիչը եւ քո Տերը։ Իսկ եթե դու ունես Հիսուսին սիրելիս, պարզապես թող այս վկայությունը քեզ մխիթարի։ Խոսքը ասում է, նրանք հաղթեցին իրանց վկայության խոսքերով եւ չսիրեցին իրաց մարմինը մինչեւ մահ։ Շնորհակալություն Ռաֆիկ եղբայր այսօրվա համար։ Մենք օրհնված ենք իրականում։ Մենք Ռաֆիկ եղբոր էլի կտեսնենք մեր եթերներում, ես խոսք եմ տալիս շատ անգամ։ Տերը օրհնի ձեզ, մնացեք օրհնված, եղեք օրհնված, մնացեք Հիսուսի հետ։ Եթե հիմա ժամանակ ունես սիրելիս, գնա աղոթի ու կարդա Տերը ինչ որ բան ունի քեզ ասելով, եթերում 7 անգամ 70-ներ։ Ամեն։